Դոնալդ Թրամփի հետին խելքը և Պուտինի սահման քաջած Զեն-Յուրիան վերջնագիրը։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները փոխանցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցային գրառումը, որտեղ նա Վլադիմիր Պուտինին անվանել է խելակորույս։ Ըստ Թրամփի, Պուտինի մոտ ինչ-որ բան այն չէ, նա առանց անհրաժեշտության սպանում է բազմաթիվ մարդկանց և խոսքը միայն զինվորների մասին չէ, հրթիռներ և ԱԹՍ-ները հարվածում են Ուկրաինայի քաղաքներին։ Թրամփը բացահայտել է, որ Պուտինը ցանկանում է տիրել ամբողջ Ուկրաինային, բայց եթե նա այդպես շարունակի, ապա դա կբերի Ռուսաստանի անկմանը։ Reuters-ի ներկայացմամբ Թրամփը նաև դժգոհել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցները արդյունք չեն տվել. «Մենք խոսում ենք, իսկ նա ուկրաինական քաղաքացիները հրթիռակոծում է»։ Ըստ լրատվամիջոցների աղբյուրների, Թրամփը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը։ Թրամփն ասել է, որ բացարձակ ստույգ է, որ ինքը դիտարկում է Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառելու անհրաժեշտությունը։ Միամտություն կլիներ ասել, որ Միացյալ Նահանգների նախագահը Պուտինի խելացնորության մեջ համոզվել է մայիսի 25-ին, երբ Ռուսաստանը պատերազմի սկզբից ի վեր ամենածավալուն հրթիռակոծություններ իրականացրել, ինչի հետևանքով տասնյակ խաղաղ ուկրաինացիներ են զոհվել։ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ առաջին հեռախոսազրույցից հետո է հասկացել, որ ռուս-ուկրաինական պատերազմը 24 ժամում կանգնեցնելու մասին իր հայտարարությունը միջազգայինորեն հեղինակազրկված է և Ուկրաինայում կարգավորումը ժամանակ և ահռելի ջանքեր է պահանջելու։ Ինչ հաշվարկի վրա է կառուցված Պուտինի նույնպես խաղաղություն է ուզում քարոզչությունը, որի հեղինակն անձամբ Դոնալդ Թրամփն է։ Ընդ որում, նրա եվրոպացի բոլոր գործընկերները արդարացիորեն հակառակն են պնդում։ ԱՄՆ նախագահն ինչ գործարք է առաջարկել, որ Վլադիմիր Պուտինի համար անընդունելի է։ Թրամփը փաստացի արձանագրում է, որ Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությունը չի ստացվում։ Մոսկվան պնդում է, որ հրադադար պետք է նախորդեին քաղաքական պայմանավորվածությունները։ Ռուսաստանի նախագահի օգնական Մեդինսկին վկայակոչել է պատմական փորձը, երբ բանակցություններն ընթացել են պատերազմներին զուգահեռ։ Ըստ աղբյուրների, նա Ստամբուլում ուկրաինական պատվիրակությանն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է կռվել այնքան, որքան տևել է շվեդների դեմ Պետրոս Մեծի պատերազմը, այսինքն ևս 2 տասնյակ։ Ինչ որոշում կընդունի Միացյալ Նահանգների նախագահը, գուցե այլևս էական չէ, կարևոր է, որ նա ըստ էության Ռուսաստանի նախագահին ներկայացրել է որպես ոչ բանակցությունակ առաջնորդի, որը կարող է իր հեռախոսազրույցի ընթացքում ներկայանալ մի կերպարով, բայց իրական քաղաքական ռեժիմում գործել այնպես, ինչպես ինքն է իր նպատակահարմար և անհրաժեշտ գտնում։ Թրամփ-Պուտին ապահարզանն անկասկած ազդեցություն է թողնելու ոչ միայն եվրոպական երկրների, այլև Ռուսաստանի հանդեպ համեմատաբար լոյալ տրամադրվածության պետությունների առաջնորդների քաղաքական որոշումների վրա։ Ըստ երևույթին, Միացյալ Նահանգները Ռուսաստանին պատերազմ չի հայտարարի, բայց և դժվար է պատկերացնել, որ նման բացահայտումից հետո Դոնալդ Թրամփը կշարունակի հուսալ, որ Պուտինի հետ փոխհաշվել գործարքը հնարավոր է։ Ստեղծվում է, որ գրեթե ճգնաժամային պատյանի իրավիճակից, որից ելքի պատասխանատվությունը ծանրանում է Միացյալ Նահանգների վրա, որովհետև այսպես թե այնպես, բայց միջազգային մյուս դերակատարների համար պարզ էր, որ Պուտինը ցանկանում է տիրել ամբողջ Ուկրաինային։ Միայն ԱՄՆ նախագահն էր գոնե առերևույթ հավատում, որ զորքերի շփման փաստացի գծով հրադադար թույլ կտա բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել։ ԱՄՆ-ն կհամաձայնի, որ Պուտինի դեպքում պետք է հաշտվել սահման քաջած Զեն-Յուրիած ընկալման հետ, թե կմիանա եվրոպական եռյակին, որ խոստանում է Ուկրաինայում Պուտինի հաղթանակը թույլ չտալ։